Երևանը երկու քարի արանքում մնալ ԵԱՏՄ-ում թե գնալ դեպի Եվրամիություն։ Թրիփը ընդլայնում է աշխարհագրությունը, կարող է հասնել երազ սադարակին։ Վերադարձ Արցախից օկուպացված հայրենիքից Հայաստան է վերադարձել 11 քաղաքացի, նրանցից մեկը հոսպիտալացվել է։ 30 օր հյուրերին, 180 օր վարորդներին Ռուսաստանում գտնվելու համար Դաշնության օրենքում արտասահմանցիների համար փոփոխություններ կան։ Թեժ քննարկում խորհրդարանում, փոփոխություններ ընտրական օրենսգրքում։ Բենզինը էժանանում է, գազը թանկանում, տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել։ Տեսականից հետո գործնական քննություն մինչև 1 տարի ժամկետում չհասցնես կսկսես զրոյից։ Չունենալով սեփականը գողանալ ուրիշինը, ադրբեջանցին փորձել է իրենով անել Բաբաջանյանի ստեղծածը։ Եվ կիբերհանցագործները նոր թակարդ են պատրաստել, զգուշացում ոստիկանությունից։ Բարի երեկո, հարգելի հեռուստադիտող, օրվա գլխավոր ժամն է, կարևորի մասին տաղավարում Հայկ Նավասարդյանն է աշխատում։ Եվ այսպես վաղ թե ուշ Հայաստանը ստիպված է լինելու ընտրություն կատարել, գնալ դեպի Եվրամիության շուկա, թե մնալ ԵԱՏՄ-ում, որի գլխավոր դերակատարի հետ առևտրաշրջանառության ծավալը հատել է 14 միլիարդ դոլարի շեմը։ Հայ մասնագետները հետևելով հյուսիսից հնչող մեսիջներին կարծում են, որ եթե Երևանը շարունակի մի ձեռքով երկու ձմերուկ բռնելու գործելավոճը, ապա Հայաստանին կարող են ուղղակի դուրս հանել կառույցից, եթե համարեն, որ Երևանի քայլերը հակասում են ԵԱՏՄ շահերին։ Հայաստանի Եվրասիական տնտեսական միության կազմում մնալն արդեն իսկ կասկածի տակ է դրված։ Փորձագետներն են փաստում, նախ Հայաստանի իշխանությունները Ֆորմուլա 1-ի մեքենաների արագությամբ թրիփ ուղով են ցանկանում անցնել, կարծես թե հաշվի չնստելով ԵԱՏՄ անդամ պետությունների, այդ թվում նաև տարածաշրջանում կարևոր դերակատարում ունեցող Ռուսաստանի հետ։ Ենթադրենք առանց ԵԱՏՄ գործընկերների կարծիքը կամ շահերը հաշվի առնելու կյանքի կոչեն, նույն ԵԱՏՄ կառույցից կարող են Հայաստանի դուրս թողնել։ Իսկ թվում է, եթե ճիշտ կարգավորվի, հնարավոր է հարմոնիզացնել, թե բարդություններ կարող են առաջանալ, որովհետև իրավական տարբեր մեխանիզմների, ավանդույթների, չափանիշների մասին է խոսքը, արևմտյան եւ եվրազիական Ռուսաստանը։ Եվ հետո եվրապաշտոնյաների Հայաստանի իշխանություններին ուղղված գովասանքի խոսքերը արտաքին քաղաքականության առումով ավելի են ոգևորում Հայաստանի իշխանություններին հայացքն ուղղել դեպի Եվրամիություն։ Որքան էլ Հայաստանից արձագանք են, թե համատեղ շահույթ են ցանկանում ստանալ միաժամանակ եւ արևմուտքից եւ ԵԱՏՄ-ից, անհնարին է։ Թերևս այդպիսին են աչքերն ու ականջները փակ ձևացող Հայաստանի իշխանություններին ուղարկված մեսիջները Ռուսաստանից։ Ցանկացած մարդ, որ ծանոթ է Եվրասիական տնտեսական միության եւ Եվրամիության գործունեության սկզբունքներին, տեղյակ է, որ հնարավոր չէ անցնել Եվրամիության չափանիշներին մնալով ԵԱՏՄ անդամ։ Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը անհնարին է համարում նաև Եվրամիությանը եւ ԵԱՏՄ-ին միաժամանակի անդամակցությունը առևտրում եւ ներդրումային քաղաքականության հարցերում, միմյանց չհամապատասխանող նորմերի պատճառով։ Դրան գումարվում է նաև այն հանգամանքը, որ Բրյուսելը ցանկանում է վերափոխել Հայաստանի օրենսդրական նորմատիվ բազան իր սկզբունքներին համապատասխան։ Որպես մխիթարանք Հայաստանից էլ պարզաբանում են, թե դիվերսիֆիկացնում են Հայաստանի արտաքին առևտրի շուկաները։ Հայկական հագուստի արտադրանքը չի կարող մրցունակնել իտալական հագուստի արտադրանքի հետ։ Հայկական գինին չի կարող մրցակցել պորտուգալական գինու հետ, իսպանական գինու հետ։ Հայկական կոնյակը չի կարող մրցակցել ֆրանսիական կոնյակի հետ։ Հայկական գարեջուրը չի կարող մրցակցել չեխական եւ գերմանական գարեջրի հետ։ Այսպես շատ կարող եմ թվարկել։ Թող ցույց տան մի արտադրանք, որ այդպես շուկայի դիվերսիֆիկացումով կարողացել են պայմանականորեն ԵԱՏՄ շուկայի չափաբաժին նվազեցնել ի հաշիվ ԵՄ շուկայի։ Եվրամիության հատկապես ֆրանսիական սիրախաղերով Հայաստանին դեպի այդ կառույցը թեքելը երբեք էլ չեն նպաստել, որ օրինակ Եվրամիության հետ ապրանքը առևտրաշրջանառությունը հասնի Հայաստան եւ ԵԱՏՄ անդամ երկրների, մասնավորապես Ռուսաստանի հետ առևտրատնտեսական կապերի արդյունքում ստեղծված ցուցանիշներին։ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը հասել է ռեկորդային 14 միլիարդ դոլարի, ինչը եղել է Եվրասիական տնտեսական միության անդամակցության շնորհիվ այն հանգամանքի, որ ԵԱՏՄ-ն հայկական ապրանքներին ազատ մուտք է տրամադրում միության անդամ մյուս երկրների շուկաներ։
Հեղեղուկ վիճակում հայտնված Հայաստանի տնտեսական քաղաքական կյանքում աննշան քամի փչի տեկտոնական շարժում է առաջանում։ Զորօրինակ արևմուտքը հաճախակի է մատ թափ տալիս պատժամիջոցներ կիրառում տարածաշրջանի հարավկովկասի երկրների վրա, սպառնալով մաքսային բարձր տոկոսադրույքներ կիրառել, արգելել առևտուրը Ռուսաստանի, Իրանի հետ։ Այնպես որ ցանկացած իրավիճակում Հայաստանը թրիփում լինի ԱՄՆ-ի հետ, թե ձեռքը պարզի դեպի Եվրամիություն, հավաքական արևմուտքին ընդհանրապես հետաքրքիր չէ։ Այստեղ առաջնագծում դարձյալ սեփական շահն է։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Եվ մինչև շարունակվում են քննարկումները աշխարհաքաղաքական ու տնտեսական որ վեկտորների հետ է շահավետ գործակցությունը Հայաստանի համար, պաշտոնական Երևանից հայտարարություն է հնչում, որ թրիփի ուղին կարող է ընդլայնել աշխարհագրությունը եւ հասնել նաեւ երազք սադարակ հատվածին։ Սա գուցե շահավետ լինի մեզ համար, ասում են փորձագետները, բայց Վաշինգտոնյան պայմանավորվածությունը միայն Սյունիքով անցնող հատվածի մասին էր։ Սա էլ հիշեցնում են քաղաքագետները։ Հայ ու ադրբեջանցի պաշտոնյաները գնացել զննել ու գնահատել են երազք սադարակ երկաթուղու ընթացիկ վիճակը։ Տեղպիտանելիություն ունի երկաթուղին, որ մասնագետները հատուկ շինարարական տեխնիկան բերեն, տեղ հասցնեն ու վերականգնեն այն։ Թեպետ այս հարցի պատասխանը չկա տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության դեռ նախորդ շաբաթ տարածած հայտարարության մեջ, վարչապետը հայ-ադրբեջանական վերջին այս ուսումնասիրությանը հղում անելով նշեց, դեպի երկաթուղի քայլը հենց այն վերականգնելու համար էր։ Հակառակ դեպքում դա ուսումնասիրելու անհրաժեշտություն չէր լինի։ Հիմա ինչի համար կարող է բացվել երազք սադարակ երկաթուղին։ Տարբերակ 1 կարող է բացվել Հորադիս, Մեղրի, Նախճեվան, սադարակ երազք, Ախուրիկ, Թուրքիա, հաջորդը երազք Մեղրի, Օրդուբադ, Հորադիս, երազք, ասենք, Ջուլֆա, Իրանի Իսլամական Հանրապետություն եւ Ադրբեջանի Հանրապետություն Նախճեվան։ Փաշինյանն այստեղ արձագանքում էր իշխանական падգամավորի այն հարցադրմանը, թե օրինակ խորհրդարանական ընդդիմությունը պնդում է, որ Ադրբեջանից Նախիջևան անխոչնդոտ կապն ապահովող թրիփը չի կարող անցնել միայն մեր տարածքով եւ ձգվել ընդամենը 43 կիլոմետր, ինչպես հայտարարված է, թող հասնի Երասխավան։ Վարչապետի հայտարարությունից փորձագետ վերլուծաբանները հասկանում են հետեւյալը. ըստ էության Փաշինյանն ասում է թրիփը անցնելու է նաեւ Երասխ-Սադարակ հատվածով։ Որը խնդիրը վերաբերում է միայն Զանգեզուրին, եւ ինչպես Տրամփի հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշեց, որ Զանգեզուրի միջանցքը կամ թրիփ, այսինքն դա ցույց տվեց, որ Զանգեզուրի միջանցքը թրիփը նույնն է հասնելու է միայն Հայաստանի ճանապարհով, այսինքն ինքը նշեց այդ կոնկրետ տարածքները, կոնկրետ պատատախտի մեջ խոսքը վերաբերում է միայն Մեղրի տարածքի նախոճտո ճանապարհը այդտեղ լինելու, ոչ մի ուրիշ տեղ թրիփ չկա, դա միայն Սյունիքի մարզում է։ Ինքան հստակ է սևով սպիտակի վրա գրած ամեն ինչ, ամեն հնարավոր վերաբերելի եւ չվերաբերելի հատվածում մանրամասն նկարագրվում է, ոչ միայն հրճակվում է, թե ոնց է պահվելու Հայաստանի իրավազորությունը, ինքնիշխանությունը, այլև որտեղ հնարավոր է ավելի մանրամասն ասում է, թե դա ոնց է դրսևորվելու գետնի վրա, որ չկա, նույնիսկ մանիպուլացնելու տեղ շատ չկա։ Ի վերջո ել եմ ասում, սևով սպիտակի վրա գրված է, հրապարակված է, բոլորը կարող են կարդալ։ Հետաքրքրական է, որ ոչ մի փաստաթղթում, ոչ նախաստորագրված խաղաղության, ոչ Վաշինգտոնյան հռչակագրի, ոչ էլ նույնիսկ վերջերս Հայաստանի ու Միացյալ Նահանգների գլխավոր դիվանագետների տարածած թրիփ նախագծի իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությունում չկա եւ որևէ հիշատակում, թե օրինակ թրիփը հասնելու է նաեւ Երասխ-Սադարակ։ Հենց վերջին հայտարարությունում Հայաստանի տարածքով տարանցիկ երթուղիներ, Ադրբեջանի հիմնական մասի կապ Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ ձևակերպումները միայն կան եւ նշան այս բանաձևը տեղադիրքերը ապագայում հստակեցվելիք։ Ոչինչ չասող տեքստը, որտեղ առաջին ակտիվացիան մեր գտը, սա պարտավորեցնող որևէ փաստաթուղթ չէ։ Եթե պարտավորեցնող փաստաթուղթ չէ, ապա դա հստակեցում չի պահանջում։ Ցանկացածը կարող է մեկնաբանել ցանկացած դեպք։ Այսուհանդերձ կառավարական տներից պնդում են, թե ընդհակառակը մտահոգություններ հենց իշխանությունն է ունեցել վերջին գործընթացները սկսել նախաձեռնել դրանք հասցեագրելու, փարատելու համար։ Ըստ էության անպատասխան հարց չթողնելու նպատակով միայն թե թրիփ երթուղում ու դրա վերաբերյալ հստակությունների կարիք ըստ մասնագետների դեռ շատ կա։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավարը հայտարարել է, թե երբ ստորագրվի խաղաղության համաձայնագիրը, այլևս իրենց կարիքը չի լինի։
Մարկոս Ռիտերի խոսքով այն, ինչի մանում է առաքելությունը, կոչվում է անվտանգային իրավիճակի իրազեկվածության վերակարգ, բայց դիտորդները շարունակելու են այցելել գյուղեր, մինչև չլինի վերջնական խաղաղությունը։ Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավարը նաև հայտնել է, թե Երևանը Բրյուսելի հետ համաձայնություն ունի, որ շարունակեն աշխատանքը, ինչպես իրականացրել են 2023-ից սկսած, այսինքն վերակարգեր սահմանին, զուգահեռ զեկույցներ, այցելություն սահմանամերձ համայնքներ, այդ թվում հակամարտությունից տուժած։ Օկուպացված Արցախում մնացած 10 հայեր և ազգությամբ ռուս, 1 Հայաստանի քաղաքացի տեղափոխվել են Հայաստան, հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը։ Մինչև այժմ Արցախում բնակվող քաղաքացիները դիմել են Ադրբեջանի և Հայաստանի պատկան մարմիններին Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու խնդրանքով, ինչի հիման վրա նշված անձինք տեղափոխվել են Հայաստան, սակայն հստակ չէ Արցախում էլի հայեր մնացել են թե ոչ։ Եվ այս ֆոնին առաջին կադրերն են հրապարակվում, ինչպես են Ստեփանակերտում ադրբեջանցիները հայերի տներում բույն դնում։ Իսպանիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների առաջընթացը հիմնված 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված խաղաղության համաձայնագիրի հիման վրա։ Ադրբեջանի Միլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ համատեղ մամուլի ասուլիսում է հայտարարել Իսպանիայի թագավորության падգամավորների կոնգրեսի նախագահը։ Ֆրանսինա Արմենգոլը հույս է հայտնել, թե խաղաղության պայմանագրի ստորագրումը վերջ կդնի տասնամյակներ շարունակվող Ղարաբաղյան հակամարտությանը և տարածաշրջանում կհաստատվի համագործակցության և բարգավաճման նոր դարաշրջան։ Ռուսաստանում արտասահմանցիների գտնվելու վերաբերյալ օրենքում փոփոխություններ են նախատեսվում, եթե անձը Ռուսաստան չի մեկնում աշխատելու կամ սովորելու 90 օրը նախատեսվում է նվազեցնել մինչև 30 օր։ Առաջարկը Պետդուման ընդունել է, սակայն օրեր առաջ հայտնի դարձավ, որ բեռնափոխադրումների հնարավորություն է տրվելու տարվա ընթացքում Ռուսաստանում մնալ ոչ թե 90 օր, այլ 180 օր, պայմանով, որ նրանք RUAID-ի համակարգով կներբեռնեն և իրենց և բեռին վերաբերող տվյալները, ինչը կապացուցի, որ նրանք իրականում միջազգային փոխադրող են։ Սակայն կան վարորդներ, որոնք 90 օրից ավելի են մնացել Ռուսաստանի Դաշնությունում և ոստիկանությունն ու դատարանները նրանց համար Դաշնություն մուտքի 5 տարվա արգելք են սահմանել։ Այս անձանց վերաբերյալ որևէ քննարկում չկա, որևէ տեղեկություն չեն հաղորդում, թե ինչ է լինելու, արդյոք պատրաստ են համաներում հայտարարել կամ չեղարկել այդ որոշումները, որևէ բան արված չի, ես կարծում եմ սա անազնիվ մոտեցում է, որովհետև ընդհանրապես չպետք է վերաբերվեր միջազգային փոխադրում անողներին այս օրենքը եւ եթե որոշումը կա, որ իրենց համաժամկետը երկարացում, ապա նրանց ում այդ հոդվածով դրվել է մուտքի արգելք, պետք է նաեւ որոշում կայացվի չեղարկելու այդ դրված արգելքները։ Այժմ այն մասին, ինչ ենք պատմելու թողարկման երկրորդ հատվածում։ Թեժ քննարկում խորհրդարանում, փոփոխություններ ընտրական օրենսգրքում։ Բենզինը էժանանում է, գազը թանկանում, տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել։ Տեսականից հետո գործնական քննություն մինչև 1 տարի ժամկետում չհասցնես, կսկսես զրոյից։ Մենք կրկին ուղիղ եթերում ենք, շարունակենք թողարկումը, այժմ միջազգային լրահոս։ Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի Միացյալ Նահանգների և Ուկրաինայի պատվիրակությունների եռակողմ բանակցությունները, հաղորդում են Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարարությունից։ Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն, հիշեցնեմ, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտնել էր, թե Կիևը պատրաստ է հակամարտության կարգավորման հնարավոր գործարքին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես ցանկանում է համաձայնության հասնել, նշել է Թրամփը։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ երկրում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում զոհվել է 3117 մարդ, մինչդեռ ամերիկյան լրատվամիջոցները ավելի վաղ հայտնել էին, որ զոհերի թիվը գերազանցում է 20,000-ը։ Իրանի գլխավոր դատախազն էլ հերքել է 800 ցուցարարի մահապատիժը չեղարկելու մասին Թրամփի հայտարարությունը։ Ալի Սալեհին լրագրողի հարցին ի պատասխան նշել է, որ գործերի մեծ մասը մեղադրական եզրակացություններով ուղարկել են դատարան։ Հիշեցնեմ, օրեր առաջ Թրամփը ասել էր, որ որոշել է չհարվածել Իրանին, քանի որ Թեհրանը չեղարկել է 800 ցուցարարի մահապատժի ենթարկել։
Ուկրաինական բանակը պետք է լքի Դոնբասի ամբողջ տարածքը, սա է Մոսկվայի հայտնի դիրքորոշումը, հայտարարել է Կրեմլի խոսնակը Աբու Դաբիում անվտանգության հարցերով եռակողմ բանակցություններից առաջ։ Դմիտրի Պեսկովը նաև հավելել է, որ Միացյալ Նահանգներում ներկայումս սառեցված են ռուսական ակտիվների մոտ $5 միլիարդ, ինչը կարող են օգտագործել պատերազմից տուժած տարածքների, այդ թվում Դոնբասի վերականգնման համար։ Թուրքիան խոսքով արգելում գործով շարունակում է ապահովել ադրբեջանական նավթի տարանցումը Իսրայել։ Reuters-ն է նման վերնագրով հրապարակում կատարել, որ 2025-ին թուրքական Ջեյհան նավահանգստից ադրբեջանական նավթի արտահանումը Իսրայել հասել է եռամյա առավելագույնին։ Ավելի վաղ 2024 թվականի նոյեմբերին Թուրքիան հայտնել էր, որ Ջեյհանի խողովակաշարը օգտագործող արտահանողները հարգում են Իսրայելի հետ առևտուրը դադարեցնելու իր որոշումը և նավթը չի տեղափոխվում Իսրայել։ Չնայած դրան, ադրբեջանական նավթի ներմուծումը հասել է օրական 94,000 բարելի, ինչը ամենաբարձր ցուցանիշն է 2022 թվականից ի վեր։ Վերադառնանք Հայաստան, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է բենզինի դեկտեմբերի եւ հունվարի գները եւ տեղեկացրել, որ խոշոր ցանցերից մեկը եւս ձեռք է բերել ադրբեջանական նավթամթերք եւ մոտակա օրերին կսկսի վաճառել վառելիքը ցածր գներով։ Անդրադառնալով քաղաքացիներից մեկի հարցադրմանը, նախարարը ասել է, որ շուտով բոլոր բենզալցականները կվաճառեն ադրբեջանական բենզինը։ Բենզինի դիզվառելիքի գների էժանացման ֆոնին վերջին երկու շաբաթվա ընթացքում բարձրանում է հատկապես հեղուկ վառելիքի գները։ Քաղաքացիները հաճախ են դժգոհում, որ ոչ միայն թանկ է, այլև վատն է գազը։ Էկոնոմիկայի նախարարը վստահեցնում է, առաջիկայում, երբ գազը Ադրբեջանով Հայաստան հասնի, կլուծվի խնդիրը, մինչդեռ մասնագետները հարց են բարձրացնում, ստուգված է արդյոք ադրբեջանական վառելիքը։ Բենզինի եւ դիզել վառելիքի շուկայում որակի մասով գործերը քիչ թե շատ լավ են։ Հեղուկ գազի վաճառքի ոլորտում վիճակն ավելի վատ է։ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը 2025-ի ընթացքում ստուգումներ է իրականացրել բարձր ռիսկայնության 421 տնտեսվարողի մոտ, իսկ ընդհանուր առմամբ տարվա ընթացքում ստուգվել է 600 տնտեսվարող։ Նրանց մի մասը վառելիքի վաճառքի շուկայի մասնակիցներն են։ Դիզելային վառելիքի մասով 63% է կազմում, 27 փորձանմուշից 17-ում անհամապատասխանություն արձանագրվել։ Խախտումների բնույթը տարբեր են եղել, հիմնականում վառելիքի մեջ եղել է դիզելային վառելիքի մեջ հայտնաբերվել է ծծումբի թույլատրելի քանակի շեղումներ, այսինքն ավելի բարձր է եղել։ Անցած տարվա ընթացքում հեղուկ գազի շուկայում մի քանի անգամ գների էական տատանում ֆիքսվեց, ինչը կապված էր կամ վերին լասի փակ լինելու, կամ Վրաստանից տարանցման խնդիրների հետ։ Սպառողներն էլ բողոքում էին հեղուկ գազի չպատճառաբանված չափազանց մեծ գնաճից, իսկ պարզվում է, որակից բողոքելու առիթ եւս ունեին կամ ունեն։ Ստուգումներ հեղուկ գազի ոլորտում արել ենք, ամենաբարձր անհամապատասխանության ցուցանիշը, այսինքն 67 ստուգումից 37-ում չէր համապատասխանում ու 55.2% խախտում ենք արձանագրել։ Ադրբեջանական վառելիքի Հայաստանում հայտնվելու ֆոնին բազմաթիվ հարցեր են ի հայտ եկել, որոնք առնչվում են դրա որակի հետ։ Արդյոք այն համապատասխանում է նորմերին եւ ընդհանրապես անվտանգ է թե ոչ։ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարը հավաստում է, որ ադրբեջանական վառելիքը ստուգվել է եւ լիովին համապատասխանում է նորմերին։ Կառույցը վառելիքի որակից զատ նաեւ հետևում է չափագիտական նորմերի պահպանմանը։ Օրինակ, որպեսզի լցակայանը իսկապես լիցքավորի այնքան, որքան նշվել է հաշվիչին։ 309 տնտեսվարողի մոտ 2025-ին չափագիտական նորմերի խախտում է հայտնաբերվել։ Գազալցակայաններում կիրառվող տուգանքից բացի, այս դեպքում նաև փակցվում է տեղեկատվություն այն մասին, որ կազմակերպությունը թերի լիցքավորում է կատարել։ Մասնագետների կարծիքով, սակայն, այս միջոցները բավարար չեն ոլորտում կարգ ու կանոն հաստատելու համար։ Բարձր տուգանքներ պետք է լինեն շատ ավելի բարձր եւ ավելի խիստ բաժանմիջոցներ։ Իսկ մեզ մոտ ինչ է կատարվում։ Գնում են տեսնում են խախտում կա, կասեցնում են, հա ինչ որ տուգանում են, ինչ որ որոշակի տուգանք, բայց կասեցնում են, հետո ինքը ողում է գնում ստուգում են, ասում են, հա լավ, օքեյ, կարող է շարունակել։ Մեկ այլ խնդիր է ստուգումների մեթոդիկան։ Տարեկան կտրվածքով ստուգվում են, ասենք, մի քանի 100 լցակայաններից մի քանի տասնյակը, այսինքն ոչ բարեխիղճ ձեռնարկատերը կարող է վստահ լինել, որ տարիներով իր մասին հիշող չի լինի, եթե իհարկե քաղաքացիները չբողոքեն։ Իսկ բողոքներին, հատկապես մարզերում, քաղաքացիները ոչ միանշանակ են վերաբերվում։
Ժամանակին այսպեսի լուրեր են տարածում, որ նույն բենզինն է, ասենք, նույն որակի բենզինի ուղղակի այնտեղ հավելումներ են ավելացում, ռուսերեն կոչվում պրիսադկի, օկտանային թիվը բարձրացնելու համար։ Պատկերացրեք, մի քանի սպառող նույն լցակայանից բողոքի, բնականաբար այդ լցակայանը նույնիսկ կգնան կստուգեն բողոքի հիման վրա։ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարը վստահեցնում է, որ կոնկրետ մատնանշելու դեպքում իրենց կառույցը կարող է ստուգել ցանկացած լցակայանի վառելիքի նորմերին համապատասխանությունը։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։ 2025-ի ընթացքում Հայաստանում շուրջ 400 խաղալիք է ոչնչացվել, այս մասին էլ հայտնել է շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարը։ Արմեն Կոտոլյանը նշել է, որ ոլորտի 14 տնտեսվարողի ներկայացրած խաղալիքներից վերցրել են 21 փորձանմուշ, որից 4-ում հայտնաբերվել է անվտանգության ցուցանիշների խախտում։ Փորձաքննությունն իրականացրել է տեսչական մարմնի լաբորատորիան և արդյունքում ոչնչացրել է շուրջ 400 խաղալիք։ Տեսչական մարմնի ղեկավարը նաև մանրամասնել է, որ այսպիսի փորձաքննություն Հայաստանում կիրառվել է առաջին անգամ և այն շարունակական է լինելու նաև 2026-ի ընթացքում։ Խաղալիքների ցածրավոր սարքավորումների, երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքների ոլորտում հիմնական ռիսկը պայմանավորված է առանց մակնշման և համապատասխանության գնահատման փաստաթղթերի ուղեկցման արտադրանքների շուկայի հանմամբ։ Մասնավորապես խաղալիքների ոլորտում 25 թվականին կիրառվել է թվով 111 ստուգաթերթ, որից 83%-ում եղել են անհամապատասխանություններ։ Ընտրությունները վերահսկող դիտորդները միշտ չէ, որ անկախ ու օբյեկտիվ են գործընթացը դիտարկում և գործող օրենսդրությունը ըստ իշխանական падգամավորների չի ապահովում բավարար և արդյունավետ իրավական մեխանիզմներ դիտորդական առաքելությունների քաղաքական չեզոքության և անկողմնապահության պատշաճ վերահսկումն ու ապահովումը երաշխավորելու համար։ Խորհրդարանը արտահերթ նիստ է հրավիրել իշխանական խմբակցությունից ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագիծ են ներկայացրել։ Հստակեցրել են ընտրությունների վերահսկման հնարավորություն ունենալու համար դիտորդների քաղաքական չեզոքությունը պարտադիր պայման է, որքանով է արդարացված առաջիկա համապետական ընտրություններից ընդամենը 5 ամիս առաջ նմանօրինակ փոփոխությունը։ Հարցը բանավեճի պատճառ է դարձել ընդդիմության և իշխանության միջև։ Ուղեցույցը ասում է, որ ցանկալի չէ ընտրական օրենսգրքի ուշադրություն ֆունդամենտալ տարերի փոփոխությունը ընտրություններից անմիջապես առաջ։ Մենք այստեղ որևէ գլոբալ փոփոխություն չենք անում։ Կամայականորեն նորից մեկնաբանեցիք Վենետիկի եւ ԺՄԻԿ-ի մոտեցումները, դիտորդների վերաբերյալ կարգավորումները համարվում են ընտրական օրենսդրության սկզբունքային կարգավորվող համակարգերից մեկ։ Շատ են դեպքերը, երբ քաղաքացին վարորդական իրավունք ստանալու համար տեսական քննությունը ստանում է, բայց կտրվում է գործնականից։ Հաջորդ քննության օրը կարող է լինել ամիսներ անց, եթե նորից է կտրվում, հնարավոր է մի ամբողջ տարի անցնել, մինչև իր հերթը նորից հասնի։ Այսպես, նոր կարգավորմամբ մեկ տարվա ընթացքում, եթե չհասցնես հանձնել և տեսական, և գործնական քննությունը, ապա պետք է սկսես 0-ից, ինչը առաջարկում ներքին գործերի նախարարությունը, ժամի անդրադարձ։ Վարորդական վկայական ստանալը շատերի համար դարձել է իսկական փորձություն։ Ապագա վարորդները բարկացած ու հիասթափված են, տեսական քննությունը հաղթահարելուց հետո դիմորդներին սպասվում են երկարուձիգ տանջալի ամիսներ գործնական քննությունը հանձնելու համար։ Տեսական քննությունից հետո ապագա վարորդները ոգևորված սպասում են գործնական փուլին։ Նոր կարգավորմամբ, եթե տեսականը հանձնած դիմորդը մեկ տարվա ընթացքում չի հասցնում հանձնել նաև գործնականը, ապա ստիպված է ամբողջ գործընթացը սկսել սկզբից, կրկին հանձնելով տեսական փուլը։ Շատերն ասում են, տեսական քննությունը հանձնելուց հետո ստիպված են եղել մինչև 6 ամիս սպասել գործնականի իրենց հերթին։ Որոշ դիմորդների մոտ առաջին փորձը չի ստացվել, իսկ երկրորդ անգամ հանձնելու հնարավորություն չեն ունեցել, քանի որ այդ ընթացքում տեսական քննության վավերականության ժամկետը պարզապես լրացել է։ Խնդրի լուծումը ներքին գործերի նախարարը մասնավորի հետ գործակցությամբ է տեսնում։ Մեր պլանը այն է, որ այս տարվա կտրվածքով մենք համագործակցություն պիտի ծավալենք նաև մասնավոր ընկերությունների հետ եւ մոդելային փոփոխություն ունենանք հաշվառման քննական ծառայությունների մատուցման տեսանկյունից։ Մոդելի փոփոխության վերջնարդյունքում մենք կունենանք շատ ավելի բարվոք պայմաններ հաշվառման քննական ծառայությունների դեպքում։ Ընդ որում խոսքս թե ենթակառուցվածքին է վերաբերում եւ թե առհասարակ վարորդական իրավունք ստանալու քննությանը եւ դրա բովանդակությանը։ Մենք այստեղ նախատեսում ենք
նաև կրթական բաղադրիչի ներդնում, տեսական քննության վերաիմաստավորում, գործնական քննության վերաիմաստավորում։ Թեև նախարարն ասում է, որ ծանրաբեռնվածությունը հիմնականում Երևանում է ու առաջարկում քաղաքացիներին մարզերում հանձնել քննությունը, մասնագետների պնդմամբ սակայն հատկապես ծանրաբեռնված են Սևանի ու Աբովյանի հաշվառման քննական ստորաբաժանումները։ Իսկ արդյոք մասնավորի հետ համագործակցությունը կլուծի հարցը։ Մասնագետները վստահ են՝ ոչ։ Հիմա պետությունը ասում է, քանի որ մենք ուշ ենք արձագանքում սպասարկմանը, բարելավմանը, դրա համար եկեք մասնավորին տանք, կգնեք մասնավորի երեսին կթքեք, իրանից կպահանջեք, մենք էլ կասենք, այո, մասնավորը ճիշտ են, այս ինչերը ապահովեք արեք, էլի, որ լիցենզավոր են վերահսկեն, մեկը սենցել են կաշառք տվողին բռնում, անցել են բռնել, նույն բանն է, հիմա գաղափարափոխվեք։ Խնդիրը ըստ մասնագետների նաև տեխնիկական պատճառներ ունի։ Հաշվառման քննական բաժիններում առաջացած տեխնիկական խափանումների պատճառով հաճախ չեղարկում են քննությունների հերթերը, դիմորդներին թողնելով անորոշ վիճակում։ Մյուս խնդիրն այն է, որ կան քաղաքացիներ, ովքեր գրանցվում են քննության համար, սակայն չեն ներկայանում եւ չեն չեղարկում իրենց հերթը։ Այսպես ձևավորվում են այսպես կոչված փուչ հերթեր, բայց օրենքով ոչ ոք իրավունք չունի այդ ազատված ժամերին սպասարկելու։ Նոր կարգավորմամբ, եթե դիմորդը գործնական քննությունից ստացել է բացասական արդյունք, կարող է վերահանձնել այն արդեն հաջորդ օրը, վճարելով 45000 դրամ։ Սակայն մասնագետների համոզմամբ այս լուծումը խնդրի ամբողջական լուծումը չէ։ Ասում են, ովքեր ունեն ֆինանսական հնարավորություն, կարող են արագ առաջ գնալ, իսկ չունեցողների հերթը պարզապես հետ է ընկնում։ Մասնագետների ու դիմորդների կարծիքով հաշվառման քննական բաժինները պարզապես չեն բավարարում մարդկանց մեծ հոսքին եւ դրանց քանակը ավելացնելու անհրաժեշտություն կա։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Եվս մեկ դադար ունենք, կվերադառնանք րոպեներ անց։ Եվ կիբերհանցագործները նոր թակարդ են պատրաստել, զգուշացում ոստիկանությունից։ Մեթեոաշխարհ ջերմաստիճանը կբարձրանա, ավելին հաջորդ թիվ։ Մենք վերադարձանք, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Հայաստանում շարունակվում են շրջանառվել գրիպ A տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները, իսկ այլ շնչառական վարակներից ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսի հարուցիչները։ Ընդհանուր դեպքերի 78%-ը 0-ից 18 տարեկան երեխաներն են, առավել բարձր ցուցանիշը շարունակում է արձանագրվել 0-ից 14 տարեկանների շրջանում, նույն ժամանակահատվածում։ Բժշկական կազմակերպություններում սուր շնչառական վարակներով հոսպիտալացումները նախորդ շաբաթվա համեմատ նվազել են 1-2 անգամ, հոսպիտալացված դեպքերի 91%-ը 0-ից 18 տարեկաններն են։ Դիմելիությունը հատկապես բարձր է մանկահասակ երեխաների դեպքում, ասում են մասնագետներն ու հավելում, եթե երեխաների մոտ նկատվում են հազ, թուլություն, քթահոսություն, անհրաժեշտ է արագ դիմել բժշկի եւ ինքնաբուժությամբ չզբաղվել։ Հոսպիտալացվում են հիմնականում երեխաները, որովհետև ինքը շատ արագ բերում է բարդությունների առաջացմանը, միանում է երկրորդային ստրեպտոստաֆիլոկոկային ուրեմն ինֆեկցիան, որի արդյունքում երեխաների մոտ չկառավարվող ջերմություն է լինում, տարբեր տեսակի այլ խնդիրներ, օբստրուկցիա, բրոնխիալ համակարգի, ստիպված են լինում ծնողները դիմել ստացիոնար բժշկական օգնության։ Մայրաթորը կարգալույց հռչակված Ստեփան Ասատրյանի դեմ 2 հայց է ներկայացրել դատարան, եկեղեցին պահանջում է վերադարձնել Հովանավանքի բանալիները եւ ազատել եկեղեցու տրամադրած բնակարանը։ Գլխավոր դատախազությունից էլ հայտնում են, որ ամենայն հայոց հայրապետի նկատմամբ քրեական վարույթ չկա հարուցված։ Այս եւ օրվա այլ կարևորի մասին հաջորդիվ մեկ տեսաշարում։ Ադրբեջանական Խավիարային դիվանագիտության հերթական ճակերտավոր զոհը Մյունխենի բարձրագույն շրջանային դատարանը հաստատել է, որ Բունդեսթագի նախկին падգամավոր Աքսել Ֆիշերը տարիներ շարունակ գումար է ստացել Ադրբեջանից քաղաքական լոբինգի համար։ Նա մեղավոր է ճանաչվել Ադրբեջանի գործով կաշառակերության մեջ եւ դատապատվել 1 տարի եւ 2 ամիս պայմանական ազատազրկման։ Դատարանի տվյալներով Ֆիշերը առնվազն 79000 եվրո կանխիկ վճարումներ է ստացել 2011 թվականի սկզբին։ Դատարանն ապացուցված է որ Ֆիշերը վճարումների դիմաց ԵԽԽՎ-ում առաջ է մղել Բաքվի շահերը, այդ թվում 2016 թվականին Լեռնային Ղարաբաղին վերաբերող հացի քվեարկության ժամանակ։ Բացի պայմանական ազատազրկումից նա պարտավորվել է վճարել 32000 եվրո, որից 20000-ը որպես կաշառքի մասնակի փոխհատուցում եւ 12000-ը հանցագործությունների զոհերին աջակցող հիմնադրամին։ Նրան նաեւ 2 տարի արգելվել է զբաղեցնել պետական պաշտոններ։
Հայաստանի այս առաքելական Սուրբ եկեղեցին 2026 թվականի հունվարի 22-ին դատարան է ներկայացրել երկու հայցադիմում կարգալույց քահանա Ստեփան Ասատրյանի նախկին տեր Արամ քահանայի դեմ։ Առաջին հայցով եկեղեցին պահանջում է պարտավորեցնել Ասատրյանին վերադարձնել եկեղեցու սեփականություն Երևանի Աշակունյաց պողոտայում գտնվող բնակարանը, ներառյալ բանալիները, ինչպես նաև վտարել նրան եւ նրա հետ բնակվող անձանց այդ բնակարանից։ Երկրորդ հայցով պահանջվում է վերադարձնել Արագածոտնի մազի Օհանավան գյուղում գտնվող Հովանավանքի եկեղեցին, նույնպես բալանիներով, եւ արգելել Ստեփան Ասատրյանին մուտք գործել եկեղեցու Սուրբ Խորան, Ավանդատուն եւ Ատյան։ Բացի այդ, եկեղեցին պահանջում է բռնագանձել դատական ծախսերը, ներառյալ նախապես վճարված պետական տուրքը։ Ամենայն հայոց կաթողիկոսի վերաբերյալ որևէ քրեական վարույթ առայժմ չկա, նշել է Հայաստանի գլխավոր դատախազությունը լրատվամիջոցներից մեկի հարցմանն ի պատասխան։ Նշենք, որ այսօր տեղեկություն էր տարածվել, թե քննչական մարմինները պատրաստվում են քրեական վարույթ հարուցել կաթողիկոս Գարեգին II-ի դեմ փողերի լվացման հոդվածով։ Եվրամիության պատվիրակության շենքի դիմաց հայրենիք կուսակցությունը ակցիա է անցկացրել բողոքելով ընդդիմադիրների նկատմամբ քաղաքական հետապնդումներից։ Կուսակցությունից այժմ կալանավորված են Խաչիկ Գալստյանն ու Արամ Քոչարյանը։ Նրանց պաշտպանության պահանջով Եվրամիության պատվիրակությանը նամակ են հանձնել։ WhatsApp հավելվածում բացվել է կեղծ օգտահաշիվ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի անունով, տեղեկացնում են կադաստրի կոմիտեից։ Կոմիտեի ղեկավարին չպատկանող հեռախոսահամարից ուղարկվում են հաղորդագրություններ տարբեր անձանց։ Խնդրում եւ հորդորում ենք չարձագանքել նման հաղորդագրություններին, դրանց միջոցով չտրամադրել անձնական տվյալներ։ Եթե ուղարկում են հղումներ, չբացել դրանք։ Ցանկալի է, եթե ստացել եք այդպիսի նամակ, արգելափակել օգտահաշիվը եւ նշել դրանք որպես խարդախություն։ Կեղծ օգտահաշիվներ են բացվել նաեւ կադաստրի կոմիտեի այլ պաշտոնատար անձանց անուններով, նշվել է հաղորդագրությունում։ Կոտայքի մարզում Աբովյան ջրվեժ ավտոճանապարհին այսօր տեղի է ունեցել ողբերգական ավտովթար Կամեկ Զո։ Ժամը 16-ից 10-ի սահմաններում արտաշերտի խճուղում բախվել են Կամազ Մակնիշի բեռնատարն ու Ֆոլտ տրանզիտը։ Վթարի հետևանքով Ֆոլտ տրանզիտի ուղևորը տեղում մահացել է։ Դեպքի վայրում շտապօգնության բժիշկները օգնություն են ցուցաբերել եւս 2 անձի, որոնք հրաժարվել են հոսպիտալացումից, իսկ 1 վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են վարորդների մահացածի եւ վիրավորի ինքնությունները։ Ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության պահպանվող տարածք։ Ֆոտոլրագրող Շամշյանը փոխանցում է, որ եղանակը անբարենպաստ է, տեղում ուժեղ ձյուն է, իսկ ճանապարհը ամբողջությամբ ձյունապատ։ Արմեն Նաթելյան, ժամը լրատվական։ Եվ եղանակի մասին, որքան կշարունակվեն առատ տեղումները, ավելին կպատմի Լիլի Հովերը։ Բարի երեկո, եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը, իր հուսալի անվտանգ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, Մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում շաբաթն ու կիրակին կանցնեն առանց տեղումների, հարևոտ երկնքով։ Ջերմաստիճանն առաջիկա 2 օրերին կբարձրանա 4-ից 6 նիշ։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 4-ից 6 աստիճան ցուրտ։ Վայոց-Ձորի եւ Արագածոտնի նախալեռներում կանխատեսվել է 3 աստիճան ցրտից 2 աստիճան տաքություն։ Լոռիում 3-ից 6, Տավուշում 4-ից 8 աստիճան ջերմություն, Հարհրատում Արմավիրում կդիտվի 0-ից 2 աստիճան տաքություն, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 6-ից 9, Սյունիքի նախալեռներում 4-ից 7 աստիճան տաքություն։ Երևանում շաբաթն ու կիրակին կանցնեն առանց տեղումների, այս գիշեր սպասվում է 7-ից 9, ցերեկը 0-ից 2, երեկոյան 5-ից 7 աստիճան ցուրտ։ Հարգելի հեռուստադիտող, այսքանով ավարտված է ժամի գլխավոր թողարկումը, խաղաղ հանգստյան օրեր եմ մաղթում, բարի գիշեր։